8 տարի անընդմեջ Թուրքիայի ամենաշատ հարկ վճարող մարդը հայ էր, ավելի ճիշտ հայուհի։ Նրա կարողությունը կազմում էր շուրջ $200 միլիոն։ 200-ից ավելի անշարժ գույք, հյուրանոցներ, կինոթատրոններ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 70 բիզնես կենտրոն, 2 գործարան, 1 զբոսանավ, շքեղ մեքենաների հավաքածու և մի քանի տրիլիոն լիր արժողությամբ զարդեր։ Ոստիկանությունը նրա գրպանում էր, նախարարներն ու բարձրաստիճան զինվորականները մշտական հաճախորդներ։ Հայուհի, որ կերակրեց Թուրքիայի տնտեսությունը, բայց իր ազգին չտվեց ոչինչ, կամ տվեց։ Նրա անունն էր Մաթիլդ Մանուկյան, ցեղասպանություն վերապրած ընտանիքի զավակ, որը կայսրություն կառուցեց այնտեղ, որտեղ մորթել էին իր հայրենակիցներին։ Այսօր մենք կքննարկենք այն, ինչը ոչ ոք չի բարձրաձայնել, և վերջապես կհասկանանք, թե ինչպես հայուհին դարձավ Ստամբուլի թագուհի։ 1914 թվական Կոստանդնուպոլիս, հայկական արիստոկրատ ընտանիք։ Նրա հայրը խոշոր հողատեր էր, հարուստ և բավականին հարգված անձնավորություն։ 1 տարի անց կսկսվի ցեղասպանությունը, 1,5 միլիոն հայեր զոհ կդառնան այդ նախճրին։ Նրա ընտանիքը փրկվեց, մնաց Ստամբուլում և դարձավ ծպտյալ հայկական ընտանիքներից մեկը։ Մաթիլդը կրթություն ստացավ ֆրանսիական վարժարանում, ավելի ուշ հիմնեց ատելյե և սկսեց հագուստ կարել թուրքական էլիտայի համար։ Իսկ հետո հաճախորդներից մեկը մահանում է, կուտակելով բավականին խոշոր պարտք։ Միակ բանը, որ նա թողնում է, գործող բիզնեսն էր, իսկ բիզնեսը հասարակած տունն էր։ Մեկ ուրիշը միգուցե կհրաժարվեր, բայց Մաթիլդը համաձայնեց։ Եվ մի քանի տարի անց նա արդեն 32 հասարակած տուն ուներ ամբողջ Ստամբուլում։ Մաթիլդը ուղղակի մադամ չէր, նա բիզնեսմեն էր բավականին բարձր մակարդակի։ Միայն հասարակած տները նրան տարեկան բերում էին $4 միլիոն շահույթ։ Դրան զուգահեռ նա ուներ 37 առևտրի կենտրոն, բազմաթիվ հյուրանոցներ Անտալիայում, ինչպես նաև տեքստիլ ֆաբրիկա և կղզի Մարմարեցովում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Մաթիլդը խոստովանեց, որ ուներ շուրջ 70 բիզնես կենտրոն և 500 անշարժ գույք։ 1990-ականների սկզբին Մաթիլդ Մանուկյանը 5 տարի անընդմեջ Թուրքիայի ամենախոշոր հարկատուն էր։ Միայն 1994-ին Մաթիլդը Թուրքիայի գանձարանին մուծեց շուրջ $10 միլիոն և դրա համար 5 անգամ անընդմեջ պարգևատրվեց ոսկե մեդալով։ Բարձրաստիճան պաշտոնյաները հերթ էին կանգնում Մաթիլդի հետ հանդիպման համար, իսկ քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ էր վերցնում Մաթիլդից։ Վարձակալությամբ տարածքներ էր վերցնում նաև Արդարադատության նախարարությունը։ Մաթիլդը Թուրքիայում շատ թշնամիներ ուներ։ Նրան ատում էին ձախ ռադիկալներն ու իսլամիստ ծայրահեղականները։ 1995 թվականի սեպտեմբերի 26-ին Ստամբուլի թաղամասերից մեկում մահափորձ կազմակերպվեց հարկերի չեմպիոնի վրա։ Պայթյունի հետևանքով Մաթիլդը ծանր վիրավորվեց և 81 տարեկանում տարավ 12 վիրահատություն, բայց ողջ մնաց։ Ով էր կազմակերպել այդ մահափորձը։ Թուրք ազգայնականները, իսլամիստ ծայրահեղականները, միգուցե մրցակիցները։ Պաշտոնական ոչ մի տեղեկատվություն այդպես էլ չեղավ։ Իսկ հիմա եկեք մի փոքր վերլուծենք հետախուզության տեսանկյունից։ Որպես հանդիսատես, ոչ որպես պրոֆեսիոնալ։ Մեր առջև հետևյալ պատկերն է։ Ցեղասպանություն վերապրած ընտանիքի զավակ, որը ատում է թուրքերին, բայց Ստամբուլի սրտում համակարգի մեջ ունի իշխանություն և լծակներ։ Նրա 32 հաստատությունների մշտական հաճախորդներ էին բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականները, ոստիկանները, դատավորները և էլի կարևոր դեմքեր։ Ոստիկանությունը ընդհանրապես նրա գրպանում էր, բայց ոչ ոք չգիտեր Մաթիլդի հաճախորդների անունները, որոնք նա իր հետ տարավ գերեզման։ Ցանկացած հետախույզ կասեր, սա հավաքագրման համար կատարյալ դրվագ է։ Մաթիլդը ոչ մեկի համար չէր աշխատում, բայց նա լսում էր, հիշում և գիտեր։ Երբ թուրք գեներալը լիցքաթափված էր, նա ավելին էր ասում։ Երբ նախարարը գինովցած էր, նա տալիս էր անուններ։ Երբ դատավորը դժգոհ էր, նա սկսում էր բողոքել իր գործընկերներից։ Նման ինֆորմացիան միլիոններ արժեր։ Խոսքը գումարի մասին չէ, լծակներ։ Հենց այդ պատճառով ոստիկանությունը հաճախ աչք էր փակում թեթև խախտումների վրա։ Նա չէր վճարում լռության համար, նա վճարում էր լոյալության համար։ Երկու կողմերն էլ գոհ էին ու երջանիկ։
Նա հարմար էր թուրքերի համար, բարեխղճորեն վճարում էր հարկերը եւ պահում էր նաեւ օրինական սեկտորը։ Մաթիլդը նաև շատ օգտակար էր հայերի համար։ Գիտեր հաճախորդներին, լսում էր խոսակցություններ եւ ուներ ուղիղ մուտք ու ազդեցություն թուրքական էլիտայում։ Մաթիլդ Մանուկյանը խոշոր գումարներ էր տրամադրում եւ օգնում վերանորոգում հայկական դպրոցները, գրադարանները, օգնում հայ ուսանողներին, հիվանդանոցներ էր վերանորոգում։ Նա հովանավորում էր նաև Թուրքիայի հայկական ենթակառուցվածքները, անձայն ու լուր։ Գումարները գնում էին այնտեղ, որտեղ պետք էր։ Աշխարհի ոչ մի հետախուզություն ձեռքից բաց չէր թողնի նման հնարավորությունը։ Թուրքական հետախուզությունը շատ հաճախ նույնպես օգտագործում էր այս սխեմաները։ Կանայք օգտագործվում էին որպես թակարդ, գաղտնի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալու համար, հատկապես զինվորականներից եւ պետական պաշտոնյաներից։ Սա աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների համար ընդունված ստանդարտ պրակտիկա է, որը կոչվում է մեղրային թակարդ կամ ռուսերեն ասած միդովայա լավուշկա, հետախուզության ամենահին գործիքներից մեկը։ Արդյոք նորանկախ Հայաստանը օգտագործել է այս ռեսուրսը։ Պաշտոնական տեղեկատվություն չկա, արխիվները փակ են։ Ինչպես հայուհին նման համակարգ կառուցեց հենց Ստամբուլի սրտում։ Պատասխանը մեկն է՝ փող եւ իշխանություն, ու իհարկե հարկերի բարեխիղճ վճարում։ Թուրքական իշխանությունը սիրում էր նրա քսակը եւ հաճախ աչք էր փակում մանր անկարգությունների վրա։ Մաթիլդը մահացավ 2001-ի փետրվարի 17-ին, 87 տարեկանում, Ստամբուլում, իր առանձնատանը եւ թաղվեց հայկական գերեզմանատանը։ Հայ եկեղեցին, որ չէր ընդունում նրա գործունեությունը, ամեն դեպքում հուղարկավորեց նրան հայկական ավանդույթների համաձայն։ Նա ապրեց 87 տարի այն քաղաքում, որտեղ սպանվել էին իր հայրենակիցները։ Նա կայսրություն կառուցեց այն երկրում, որը մինչև օրս ժխտում է ցեղասպանության փաստը։ Նա կերակրում էր հայկական դպրոցներն ու հիվանդանոցները այն գումարներով, որոնք իրեն վճարում էր թուրքական էլիտան։ Սա կոչվում է ապրել հայկական ձևով։ Պատմությունը երբեմն գրվում է մութ սենյակներում, որտեղ մարդիկ ավելին են խոսում շշուկով, բայց նրանց թվում է, թե ոչ ոք չի լսում։ Մաթիլդ Մանուկյանը լսում էր։ Եթե այս տեսանյութը դուր եկավ, ապա բաժանորդագրվեք, հավանեք, տարածեք, ավելի հետաքրքիր դրվագները բաց չթողնելու համար, հետևեք նաև իմ Instagram-ի էջին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։